Մենք շնորհակալ ենք պարոն վարչապետին, որ այնքան ազնիվ գտնվեց, որ վեր հանեց տարիներով կուտակված այս հարցերը, եւ մենք կարելի ասել ոչ թե միացել ենք նրան, այլ ստացել ենք նրա աջակցությունը լուծելու տարիներով կուտակված այս հարցերը, որոնք վերաբերում են հոգևոր անվտանգությանը, եւ եթե հոգևոր անվտանգության հարցերը լուծվեն, կլուծվեն նաեւ պետության անվտանգության հարցերը։ Շնորհակալություն եւ հազար փառք Աստծո, որ այս տխմարագույն մտքերի հեղինակը ես չեմ, այլ ոմն Վազգեն եպիսկոպոս։ Վայ միաբան մայրաթորի։ Վազգեն եպիսկոպոսը, չգիտեմ ինչի այս տխմարագույն մտքերն է արտահայտում, թե ինչ կապ ունի 4 արքեպիսկոպոս իր արքեպիսկոպոս միաբան եղբայրներին կալանավորելը եկեղեցու հոգևոր անվտանգության եւ պետության անվտանգության հետ, դա կիմանա միայն այս տխմարագույն մտքերի հեղինակը։ Այս մարդը եպիսկոպոս է օծվել Բագրատ Սրբազանի հետ Վեհապար Հայրապետի ձեռամբ եւ նորից ուղարկվել Վիրահայոց թեմ։ Թե ինչի են լարել Վիրահայոց թեմից այս եպիսկոպոսին, դա կպատմի ինքը։ Դե մենք բոլորս գիտենք, բայց չենք պատմի, որովհետեւ կպատմի ինքը։ Այս մարդը ուղարկվում է այնուհետև Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վեհապարի ձեռամբ, չգիտեմ ինչի։ Եվ Բալթյան երկրներում ընդունելով Նիկոլ Փաշինյանին Վազգեն եպիսկոպոսը արտահայտում է հետևյալ նաև եւս մեկ տխմարագույն եւ դավանաբանական մեծ աստվածաբանական սխալ անելով։ Հետևյալ միտքը. հայ եկեղեցում քրիստոնեությունը Հայաստանում եկել է արևմուտքից։ Վազգեն եպիսկոպոս այս դավանաբանական մեծ սխալը անում է, չգիտեմ, գիտակցաբար թե անգիտակցաբար, բայց ես ուղղակի վստահ կարող եմ ասել, որ սա փորձ է եղել, որպեսզի հայ եկեղեցին ենթարկեցնեն կաթոլիկ եկեղեցին, այսինքն արևմուտքը, այսինքն կաթոլիկ եկեղեցին մշտապես ուզել է հայ եկեղեցին ձուլել իրեն, եւ այս խնդիրները ավելի շատ սրվել են Կիլիկյան Հայաստանի ժամանակ, երբ որ բանակցություններ են վարել հայ եկեղեցու առաջնորդները եւ կաթոլիկ եկեղեցու առաջնորդները եւ վերջի հայ եկեղեցին այնքան ուժ է գտել իր մեջ, որ պայքարել է, որպեսզի երբևէ չլինի կաթոլիկ եկեղեցու կազմում։ Բայց այսօր չգիտես ինչի Բալթյան երկրների առաջնորդ Վազգեն Վայ եպիսկոպոսը նմանատիպ տխմարագույն միտք է արտահայտում։ Վազգեն եպիսկոպոս, քո տխմարագույն մտքերի համար եւ քո արած քայլերի համար վստահաբար կարող եմ ասել, դու մեկ օր պատասխան ես տալու եւ եկեղեցու առաջ, եւ Աստծո առաջ, եւ քո հոգեվոր եղբայրների առաջ 4 արքեպիսկոպոսի, որոնք այսօր բանտարկված են, եւ Վեհապարի առաջ։